Եվրատեսիլում շատ կարևոր դեր են խաղում տեսահոլովակները, որովհետև հենց դրանց միջոցով են երկրպագուները եւ առհասարակ հանրությունը տեսնում, թե որ մասնակիցն է ներկայացնելու երկիրը Եվրատեսիլում, ինչ երգ է լինելու եւ առհասարակ տպավորությունները միշտ ձևավորվում են հենց տեսահոլովակի միջոցով, ուստի արտադրական ամբողջ գործընթացի ժամանակ սա իհարկե ամենակարևոր ու պատասխանատու քայլն է, որ պետք է տեսահոլովակը լինի հնարավորինս լավը։ Երբ առաջին անգամ երգը լսեցի, միանգամից արդեն պատկերացեցի ինչ ուղղվածություն է ունենալու, այսինքն գիտակցելով Սիմոնի պարային ունակությունները, գիտակցելով Սիմոնի ակտիվությունը, հասկանում էի, որ ինքը պետք է լինի այնպիսի միջավայր, որտեղ Սիմոնը ունենա այդ պարային ազատությունը, հա։ Արտուրին շատ ոգեշնչեց հենց երգի գաղափարը, որի շուրջ նաև տեքստներ գրված, որ երգը այսպիսի մի մարդու մասին է, որը հոգնել է իր առօրյայից եւ իրականում գտնվում է մի վայրում, որտեղ նա պետք է չլինի ու պետք է հետևի իր երազանքներին եւ գնա երազանքի հետևից, եւ այստեղից առաջացավ հենց այդ գրասենյակի գաղափարը, որ սա մի գրասենյակ է, որտեղ աշխատում է մեր Սիմոնը, բայց չգիտենք ինչպես է նա այնտեղ հայտնվել եւ ինչու է նա այնտեղ հայտնվել։ Շատ դժվար էր ստանալ այդ միջավայրը գրասենյակային տաղավարում, որովհետև երկար ժամանակ էր պահանջվում եւ իսկապես դետալային շատ այսպես վերաբերմունք պետք է դնեինք այս ամեն ինչի մեջ, որը կարծում եմ հասցրեցինք, ստացվեց եւ ունեցանք այն ինչ որ ի սկզբանե պատկերացնում է։ Արտուրն ուներ արդեն կոնցեպտ եւ մեր նպատակն էր դա բերել վիզուալ տեսքի։ Նախապես գծեցինք տաղավարի կառուցվածքը, դեկորները ամբողջությամբ զրոյական մակարդակից պատրաստվել են ըստ մեր գծագրի։ Դժվարությունը կայանում էր նրանում, որ միանման գույք ու այն աքսեսուարները, որը մեզ պետք էր, այդ քանակի չունեինք, ոչ միտեղ պետք էր ամբողջը պատրաստել, համակարգիչներն էլ են իրանք պատրաստված, մեջը լուսավորումով շատ սեղմ ժամկետներում են կարել, չքնելով մի քանի գիշեր, ամեն ինչը ստեղծվեց։ Ի հակասություն առաջին մասի մոնոտոնությանը եւ գծային սիմետրիկ կառուցվածքին, երկրորդ մասում ամբողջովին քաոսային տրամադրություն փորձեցինք ստեղծել, փոխվեցին գունային լուծումները, գրասենյակի դասավորությունները ավելացան առարկաներ, որոնք ավելի ռիթմիկ ու էներգետիկ տպավորություն էին թողնում։ Մեր ոճաբանն էր Արմենը Գալյան, որը կարծես թե թվում էր ի սկզբանե նրա առաջադրանքը շատ հեշտ է լինելու, որովհետև պետք է գրասենյակային այսպես կերպարներ ստեղծեն, բայց պարզվեց, որ դա շատ բարդ աշխատանք է ստեղծել 26-ից ավելի միանման հագուստ գրասենյակային բոլորի համար, որը այնուհետև պետք է կերպարանափոխվի եւ շատ այլ տեսք ստանա երկրորդ հատվածի համար տեսահոլովակի։ Առաջին կերպարը, ինչպես հասկանում եք, բավականին դասական կոստյում էր։ Երկրորդ կերպար գաղափարը կայանում էր նրանում, որպեսզի նրա կոստյումը զարդարվեր օֆիսային ստիկերներով։ Կար նաև խնդիր, թե ինչպես ստանալ դա։ Ի սկզբանե մտածում ենք, որպեսզի դա լինեն հենց օֆիսային ստիկերներ, բայց հետո հասկացանք, որ Սիմոնը չափից շատ ակտիվ շարժվող արտիստ է եւ նաև խորեոգրաֆիան էր հենց այդպես բեմադրված։ Դրա համար փորձում ենք գտնել տեխնիկական լուծում, գործվածքներ, որոնք մաքսիմալ նման են ստիկերներին եւ դրանք կտրեցինք լազերի միջոցով, որպեսզի չծանրանա եւ նաեւ շարժվի։ Արեցինք 100 հատ, հասկացանք, որ 100 հատը շատ քիչ է եւ ի վերջո 400-ից ավել այսպիսի ստիկեր ենք ամրացրել Սիմոնի հագուստի վրա։ Բարոկների կերպարները նույնպես համապատասխանում են օֆիսային տրենդին, նրանք հագնված էին միանման մոխրագույն կոստյումներով եւ նրանց որպես աքսեսուարներ օգտագործել էինք օֆիսային պարագաներ, օրինակ ինչ-որ ամրակներ, որոնք սովորաբար թղթերն ամրացնում են, դրանցով ամրացրել են օրինակ մազերը կամ ինչ-որ որպես կոստյումի դետալ, իսկ երկրորդ կերպարում նրանք ավելի վառ են եւ հետաքրքիր եւ նաեւ կա բազմազանություն որոշակի։ Կարևոր դրվագներից մեկը նաև պարն էր, ինչի համար մենք դիմեցինք իմ շատ սիրելի պարուսույցներից մեկին, Կրիստինային, որովհետև իր այդ ես շատ հեշտ եմ աշխատում, մենք իրար sense քիմիայով համապատասխան ենք իրար։ Տեսահոլովակը շատ մասշտաբային պետք է լիներ, քանի որ թվով շատ պարող պիտի ընդգրկեինք
տեսահոլովակի մեջ եւ 24 պարող ենք ընդգրկել։ Պարող լինելով առաջարկում եմ իմ մտքերը, թե ոնց եմ պատկերացնում, օրինակ ոնց է լինելու այս տեսանում, ասում եմ կարող է սենց անենք եւ ինքը համաձայնում է իմ հետ եւ սենց մենք միասին սենց ստեղծում ենք պարը։ Պարողները շատ տարբեր էին ոճային առումով եւ ես հասկանում եի, որ իմ առջեւ խնդիր է դրված բոլորին բերել սենց մեկի եւ այդ առումով կարծես առաջի երկու պարապմունքից հետո արդեն բերեցինք իմի ամբողջ բեմադրությունը։ Սցենարային առումով ասեմ, որ Դավիթը Ծերունյան հուշեց այդ Սիմոնի տեսակի մասին, որովհետև անդադ փնտրում էինք, թե ով է նա, հա, այսինքն ինչ պաշտոն ունի։ Այդ գրասենյակում հասկացանք, որ այն գործից հոգնած տղան է, ով երազում է դառնալ արտիստ, ով երազում է դուրս գալ այդ միջավայրից ու հոգնել է իր աշխատանքից, ինչը որ նաև կա երգում, կա երգի բառերում։ Մենք շատ արագ հասկացանք, որ տեսահոլովակը ոչ միայն պետք է ցուցադրի Սիմոնի կարողությունները որպես պարող եւ որպես երգիչ, այլև պետք է հումորային էլեմենտներ պարունակի եւ որոշեցինք պատմություն ստեղծել, որտեղ Սիմոնը հենց Սիմոնն է, այլ կերպար չի խաղում այդ տեսահոլովակում եւ մասնակցելով նախորդ տարվա դեպի Եվրատեսիլին, նա շատ տխրում է, որ չի հաղթում եւ չի կարողանում գնալ Եվրատեսիլ եւ որոշում է վերադառնալ իր առօրյա գրասենյակային աշխատանքին, բայց իհարկե Եվրատեսիլ հասնելու երազանքը նրան հանգիստ չի թողնում։ Ուշադիր երկրպագուները, որոնք դիտել են տեսահոլովակը, վստահ եմ նկատել են, որ կան մի շարք փոքրիկ հուշումներ տեսահոլովակում այլ մասնակիցների եւ մեր այլ տարիների ներկայացուցիչների մասին, օրինակ բոլոր այն թղթապանակները, որոնք երևում են տեսահոլովակի ժամանակ, նրանք պարունակում են այդ ամբողջ տեղեկատվությունը մասնակիցների մասին եւ կարծես թե Սիմոնը օգտագործում է իր ժամանակը գրասենյակում, որպեսզի ուսումնասիրի, թե ով ինչպես է ներկայացել, ինչ երգով, ինչ բեմադրությամբ եւ փորձում է հավաքել այսպես ամենաճիշտ բանաձևը Եվրատեսիլում ներկայանալու համար եւ անգամ հենց առաջին կադրում, երբ տեսնում ենք, որ Իվետա Մուկուչյանը, որը խաղում է նրա ղեկավարի դերը, վերցնում է այդ թղթապանակը, բացում է եւ տեսնում է հենց առաջինը պարգի լուսանկարը, որտեղ այսպես պոզեր են նկարված եւ դա էլ հուշում է, որ այսպես հանգիստ չի թողնում այդ ամենը Սիմոնին։ Արտուրը Մանուկյան, մեր ռեժիսորը, ստեղծեց տեսահոլովակը, որը որ իմ կյանքի որպես մասշտաբային տեսահոլովակ առաջի տեսահոլովակն էր եւ ես կարծում եմ, որ ստացվել է շատ հիանալի, ինչի համար շնորհակալ եմ ովքեր որ զբաղվել են եւ աշխատել են այդ տեսահոլովակի շուրջ։ Ես ուրախ եմ, որ տեսահոլովակը իր ամբողջական պատկերով առաջ մղեց երգը եւ նաեւ օգնեց, որպեսզի երգը ավելի ընկալելի լինի, հա, այսինքն այդ կերպարի տակ, այդ կերպարի միջոցով մենք ավելի այս խաղարկային երգը դարձրեցինք ավելի տեսանելի։ Տեսահոլովակը հրապարակելուց մինչապես հետո ես անամբեր սպասում էի, թե ինչպիսին են լինելու արձագանքները եւ ի ուրախություն ինձ եւ բոլորիս արձագանքները եղել են մեծամասնությունը շատ լավ։ Դրական արձագանքներին զուգահեռ նաեւ բոլորը արդեն սպասում են, թե ինչ է կատարվելու բեմում, շատ լավ հասկանալով, որ սա բեմի համար ստեղծված երգ է եւ բեմի ելույթը ել ավելի տպավորիչ պետք է լինի եւ սա կարծում եմ կարեւոր արդեն հաջորդ քայլն է ամբողջ թիմի համար, որպեսզի պատրաստվենք եւ իսկապես բեմում ունենանք շատ տպավորիչ շոու։